Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ այսօր ժամանակ եք գտել մասնակցելու այս միջոցառմանը։ Մենք որոշեցինք, որ մի այսպիսի կարճ բրիֆինգ անենք խոսելու պետական պարտքի մասին եւ վերջի շրջանում Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված Եվրոֆոնդերի մասին, որովհետև դրա մասին նաև հարցադրումներ կային տարբեր լրատվամիջոցների կողմից, բարձաբանումներ տրամադրելու եւ իհարկե պատասխանելու ձեր հարցին։ Այսօր հիմնականում խոսենք պարտքի մասին եւ դրանից հետո առիթ կունենանք նաև այլ հարցերի մասին քննարկելու։ Ոնց ենք առաջ գնում։ Պարոն նախարար, ձեր ներածական խոսքը եւ այնուհետեւ հարց ու պատասխան, բայց քանի որ ժամանակի առումով սահմանափակ ենք, մեկ հարց, մեկ պատասխանով ենք առաջնորդվելու։ Շատ լավ, եթե մենք մի փոքր ժամանակի սահմանափակումն ենք շնորհակալ։ Շատ լավ, երևի հիմնական ցուցանիշները ես կներկայացնեմ, հետո հարց ու պատասխանի ձևաչափով ավելի ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանեմ։ Նախ թույլ տվեք ասել, որ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4%-ով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված նույն ժամանակահատվածում աճել է 5.8%-ով։ 2024 թվականի արդյունքներով պետական պարտքը հնահարաբերակցությամբ նվազել է 0.1%-ային կետով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարով արտահայտված պարտքը կազմում է 13 միլիարդ 581 միլիոն դրամ։ Այս ամբողջ պարտքի ներգրավումը եւ ծավալները պլանավորված են Հայաստանի Հանրապետության բյուջեով եւ միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ, որտեղ բացահայտվում է թե պարտքի ներգրավման ծավալը եւ թե դրանց աղբյուրները։ Այստեղ հատկանշական է նաեւ արձանագրել, որ վերջի տարիներին ըստ ներգրավման արժույթի եւ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի ծավալը մասնաբաժինը ընդհանուրի մեջ աճել է եւ մենք հիմա հասել ենք 50% մակարդակին, ինչը բավականին դրական ցուցանիշ է եւ նույնիսկ վերջի շրջանում մեր տիպի երկրների գործընկերների հետ շփվելուց երբ որ խոսում ենք պարտքի մասին եւ մեր ներքին շուկայի մեծության մասին, ապա գործընկերները խնդրում են, որպեսզի մենք մեր փորձով կիսվենք եւ ցույց տանք, թե ինչպես ենք մենք կարողացել ներքին պարտքը այդքանով ավելացնել, որովհետեւ մեր նման երկրներում այդ ծավալը կազմում է ներքին պարտքը կազմում է 20-30%, մեր մոտ էլ էր նույն մակարդակը, վերջի շրջանում իհարկե վերջի տարիներին մենք կարողացել ենք այս մասնաբաժինը մեծացնել, որը իհարկե մեզ որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերից։ Եվ երևի կարճ անդրադառնամ Եվրոբոնդի թողարկմանը, որը տեղի է ունեցել մարտի սկզբին, այդ ժամանակ չէինք կարող մանրամասն խոսել, որովհետև որոշակի միջազգային գործընկերների հետ նաև պայմանավորվածությունների արդյունքում լռության ժամկետ գոյություն ուներ, եւ հիմա կարող եմ ասել, որ մենք հաջողությամբ թողարկել ենք Եվրոբոնդը 750 միլիոն դոլար ծավալով, տոկոսադրույքը 7.1%,
Եթե մի երկու բառ ասեմ, որտեվ այս մասով նաև մեկնաբանություններ են եղել լրատվամիջոցներում, սովորաբար եվրոբոնդերը գնանշվում են ամերիկյան գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների համեմատ, դրանք համարվում են ուղենշային պարտատոմսեր եւ ուրախ ենք, որ սպրեդը, որը մենք ունեցել ենք, որը 2.86% կետ է կազմել, դա մեր վերջի թողարկման համեմատ, որը կազմել է գրեթե նույն մակարդակի է եղել, որը 21 թվականին ենք թողարկել, 2.84, այստեղ հատկանշական է, որ շուկայի որոշակի փոփոխությունների արդյունքում մեր նման երկրների սպրեդը զգալիորեն աճել է, այսինքն մեր նման երկրները բավականին ավելի բարձր տոկոսադրույքներով են թողարկում եւ երբ որ մենք նայում ենք շուկային, ապա մենք օրինակ Ուզբեկստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Հորդանանի, Վրաստանի այդ համեմատություններով բավականին ցածր սպրեդ ունենք, ունեցել ենք բավականին մեծ պահանջարկ, որը գրեթե 3 անգամ ավելի մեծ է եղել, քան այն ծավալը, որը մենք թողարկել ենք, որը նույնպես հատկանշական է։ Իհարկե նոմինալ առումով տոկոսադրույքը բավականին բարձր է, որովհետև շուկայում տոկոսադրույքները վերջի տարիներին էականորեն բարձրացել են, բայց սա նաև ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը եւ հետաքրքրությունը միջազգային ներդրումային ընկերությունների կողմից։ Ներդրումների աշխարհագրությունը եղել է հիմնականում Մեծ Բրիտանիայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Եվրոպան 14%, Մեծ Բրիտանիան 45%, ԱՄՆ 34% եւ Միջին Արևելք եւ Հյուսիսային Աֆրիկան 5%։